Ուրեմն արդեն ոնց որ կարող անեք էլի, եթե ուզում եք, ընդհանրապես մենակ ինտերնետ է պետք։ Ինչ որ բաները պետք չի, այս killer code-ը ոնց որ սայթն է, նորից գանք, հա, killer code-ը CK certification, ուստի տարբեր սցենարներ կան, հա, տարբեր մարդկանց կողմից ստեղծված։ Ասենց ոնց որ հերթով փորձենք գնանք, փորձենք հասցնել ինչքան կարանք էլի։ Այսինքն ոնց որ լավ պարապելու համար հենց կոնկրետ եթե CK-ին ես ուզում ստանաս, շատ թույն տեղ է։ Ես այդ task-ը դեն, ասենք, ասենց լիքը task է։ Վերեք օրինակ հենց առաջինը բացենք, համանենք, համը տակ, հուսանք մեզ ռեսուրս կտա հիմա։ Ճիշտ է 1000-ից մեկ ալնը, որ ռեսուրս չի տալու, բայց մեկ էլ նման, հիմա կա։ Այսինքն ռեսուրս տա։ Ինքը virtual environment է հիմա ստեղծում, հա, տես։ Օրինակ հիմա սովորական Linux-ը, ստե, տես, հրամաններ է կատարում, ինչ մեծացնեմ։ Սա ամեն առաջինը access-ը։ kubectl օրինակ get pods։ Հիմա ինքը արդեն Kubernetes cluster-ը set-up արած։ Դուք ստե կարող ոնց որ CK-ի համար պարապեք։ Ստե ոնց որ մտնում եք այս ձախ կոմը task-ը տալիս է start։ Ու ասում է architecture installation and maintenance ինչի վերաբերյալ է useful resources օրինակ որ ասում է որ կարող գա կարդաք խմեք ստե բացում է Kubernetes-ի official documentation-ը role based access control authorization էլի այդ role based access control-ի մասին է։ Հեսա մենք համ ես ոնց որ կպատմեմ ինչ է, հա ոնց որ կգնանք։ Ուրեմն նայեք։ Ստե առաջինը ոնց որ այս հրամանը ճիշտ է ինքը ասում է կատարի, բայց հələ սրա վրա մի խորացեք քննության ժամանակ է sense օրինակ ասի conf use ոնց որ context set-up արեք, context-ը պատկերացրեք ինչ որ virtual իզոլյացիա է, որտեղ դուք ոնց որ բան եք անում, context-ների մասին էլ կխոսանք։ Էսի ոնց որ քննության համար չի էլի, ինքը քննության համար այս task-ը դուք պետք է կատարեք։ Ինքը ստե պրոստը ասում է օրինակ այս նայեք, սխմում վրա ինքը всё։ Այս context-ը դրեց, հա, այս context-ն է, այսի մի քիչ մոտիկացնեմ, այս հրամանը kubectl-ը բանա, թույլ է տալիս ոնց որ աշխատել Kubernetes cluster-ի հետ։ Kubectl-ը ինքը ծրագիր է, հա, ոնց որ service-ը Linux-ի վրա, որը թույլ է տալի cluster-ի հետ աշխատել։ Kubectl ասում է config-ի մեջ փոխի context-ը, ասում է octago use context հրաման, ասում է ինչ context-ը ուզում դնես, ասում է այս context-ը դի։ Մի խոսքով, էսի լտենց իրականում շատ կարևոր չի, պրոստը հələ խոսանք context-ը ինչ է, հեշտ մոն է, էլի։ Պրոստը ինքը որ դու մտնում ես ստե լուծես ինչ որ խնդիր, ինքը ասում է այս context օգտագործի։ Հիմա գանք մեր հիմնական task-ին, էսա։ Ասում է դու ունես service account, հա, որի անունը է սա, ունես cluster role, որի անունը է սա, ունես cluster role binding։ Եթե նայեք, հիմա ես առաջին անգամ կարդում, ես չեմ հասկանում cluster role-ը ինչ է, cluster role binding-ը ինչ է, service account օրինակ ինչ է։ Բայց եթե մի քիչ օրինակ մտածեմ cluster role, հա, role-ը ինչ է ընդհանրապես, role-ը ինչ որ դեր է, այսինքն նշանակում է որ ինչ որ մեկը դերը ոնց որ վերցնելու է իրավունքներով գործի, հա, մի քիչ տրամաբանության բան կա։ Cluster role binding, այսինքն նշանակում է եթե այս role-ը կա, binding-ը ինչ որ բան միացնում է, այսինքն այս role-ը վերցնում է ու այդ role-ը ինչ որ բանին միացնում է։ Նու քանի որ ստե service account է, ես ենթադրում եմ որ ինքը միացնելու է ոնց որ service account-ին։ Հեսա կիմանանք service account-ն է ինչ է։ Option ասում է դու ունես service account, ունես cluster role binding, ասում է քո task-ը ինչ է։ Հա, քո task-ը ասում է update անել permission-ը group 1 SA-ը, group 1 SA-ը մեր service account-ն է։ Ես էլի բան չգիտեմ օրինակ service account-ը ինչ է, բայց ստուց արդեն հասկանում եմ որ service account-ը ենթադրում է ինչ որ permission-ների մասին, հա։ Այսինքն ինչ որ բանի կցվում է service account, որը թույլ է տալի permission ալիս, իրավունքներ է տալի։ Ու ոնց որ ասում է դու պետք է ոնց որ permission-ները անես փոխես, որ ինքը կարողանա create անել, ստեղծել, get ստանալ, ինֆորմացիա ստանալ ու list անել։ List-ը ոնց որ քանակ նայել օրինակ deployment-ների համար, հա։ Deployment-ը, նայեք, ժողովուրդ, deployment-ը չգիտեմ ինչ է, գալիս եմ ստե, գրում եմ deployments Kubernetes։ Ասենք բերում է իր official documentation-ը, որպեսզի մենք հասկանանք ինչ է։ Так.
Նայեք, հիմա երբ որ դուք Kubernetes-ում ամենափոքր միավորը դի pod-ն է, հա? Pod-ը ինքը ով կար ասի, հիշում եք ինչ էր։ Docker-ի մեջ ինչ ենք մենք ստեղծում։ Որ ինչ, հա? Container։ Container-ը ինչ էր։ Իզոլացված տարածք։ Չէ, container-ը մեր աշխատող ծրագիրն էր, ասենց ասած, հա։ Դե հա, ուրիշ ինչ որ։ Հիմա օրինակ եթե Python-ով դու ծրագիր ես գրում, իր extension-ը ինչ է։ Այդ որ արդեն Ռուբեն դու ինչով էի աշխատում։ PHP binary extension ինչ է։ PHP-ը որ արդեն run ես անում ծրագիրը։ Ուրիշ բան։ Հա, PHP-ը, չէ՞, չգիտեմ, հա։ Python-ը PY-ը։ Հա, PY։ Հիմա container-ը ժողովուրդ, պատկերացրեք, դա այն Docker-ի մեջ ինչ ենք մենք run-անում։ Մենք մի հատ image ենք վերցնում, իզոլացված, կոպիտ ասած իզոլացված օպերացիոն համակարգ ոնց որոնք մեր Linux-ն է, հա։ Իր մեջ, եթե օրինակ image-ը Python-ի համար է, մենք Python-ի համար ունենք իր ոնց որ հատուկ Python-ի համար նախատեսված image, որը օրինակ դու չես կարա PHP run անես, չես կարա։ Հիմա օրինակ ես իմ համակարգչի վրա կարամ համ PHP run անեմ ծրագիր, համ Python, համ Go-ով գրած, համ C#-ով, համ այլ ծրագրավորման լեզուներով։ Հիմա բայց ես Python-ով եմ ծրագրավորում օրինակ։ Ընձի են մնացած լեզուներով եթե պետք չի ես իմ application-ը run անեմ։ Հետևաբար կարիք չկա որ օրինակ իմ օպերացիոն համակարգը նաև այն ծրագրերը ունենա, որոնք անհրաժեշտ են օրինակ Go-ով, C#-ով եւ այլն։ Այդտեղ ընձի պետք չեն, ընձի ընդհանրապես պետք է Python-ի համար նախատեսված օրինակ գործիքները։ Հիմա image-ը ինքը կոպիտ ասած օպերացիոն համակարգի մինիմալ տարբերակ է, այն ինչը ձեզ անհրաժեշտ է, օրինակ Python-ի համար ինչ անհրաժեշտ է, դուք Python-ի համար image եք օգտագործում։ Image-ը Docker Hub-ից էր, հա։ Docker Hub։ Այստուց օրինակ գրենք Python, լավ, ասած, parse։ Так։ Հիմա դուք կարող գաք այս image-ը պրոստը վերցնեք ու օգտագործեք։ Տեսեք ինքը 10 միլիոն download-ներ ունի։ Հիմա այս image-ի մեջ ես ամենայն հավանականությամբ 99.99% դուք չեք կարող PHP run անեք։ Կոպիտ ասած ինքը lightweight նշանակում է թեթև։ Թեթև մի հատ օպերացիոն համակարգ է, որը ձեզ ընդհանրապես Python-ի համար է պետք։ Հիմա container-ը ինչ է։ Container-ը այս image-ը running վիճակն է աշխատող ընդհանրապես։ Ինչ որ հարց կա, թե չկա։ Հիմա pod-ը գանք հասնենք pod-ին։ Pod-ը Kubernetes-ի ամենափոքր միավորն է, բայց pod-ի մեջ container-ը մնում, հա, container-ը աշխատում։ Բայց օրինակ որ ես Kubernetes-ի հետ աշխատում եմ, ես տակի container-ը չեմ աշխատում։ Ես pod-ն եմ ջնջում, pod-ն եմ start տալի, pod-ն եմ run անում։ Բայց ինքը հենց որ pod-ը run անում, այդ pod-ի տակ ինքը ինչ container կա, ինչ image կա, ինքը այդ աշխատացնում։ Հիմա deployment-ը ինչ է, նայեք։ Եթե ես օրինակ սովորաբար Kubernetes-ը ուզում եմ մի հատ pod, հա, աշխատացնեմ, ես կարող եմ աշխատացնեմ, բայց օրինակ deployment-ի դեպքում ինձ պետք է մի 5 հատ նույն ծրագրից, հա, 5 հատ Python-ի համար բան ստեղծել, միջավ է ստեղծել։ Ես 5 հատ container run անելու համար ես կարող եմ առանձին անեմ։ Բայց ես նաև կարող եմ deployment-ով անեմ, հա, deployment-ը ոնց որ նրա համար է, որպեսզի դու կարողանաս ոնց որ մի հատ pod, հա, հեսա նայեք։ Մի հատ անում ես 5 հատի տեղ, էլի։ Նայեք, մի հատ, հեսա գանգստայն նախ pod Kubernetes։ Ուրեմն Kubernetes-ում ամեն ինչը file-ով դուք կարող գրեք, ինքը կոչվում է manifest file։ Այսի manifest file-ը։ Հիմա օրինակ ով կարող կարդալ, ինձ ասի, այս ինչա, շատ ինձ թվում է հաստատ դուք կարող էլի հասկանաք ստեն։ Օրինակ ինչ, հա, պրոստը կարդա։ Լավ, էսիլը մի կողմ, ստե ինչ է գրած օրինակի։ Pod, այսինքն դու ստեղծում ես pod, պրոստը։ Էսի ինչ է, այսի։ Նայեք, այս name-ը վերաբերում է metadata-ին, ինքը metadata-ի տակ է, չէ՞։ Էսի YAML-ը սովորական։ Metadata-ն ինչ է։ Ինքը ինչ որ տեխնիկական նշանակություն ունի metadata-ն, ըստ էս։ Չէ։
ունենալը պարզանի, բայց ինչ որ բանի վրա տեխնիկապես ազդում է, թե չէ, state-ի վրա չի ազդում։ Այսի պրոստը անուն է, հա։ Օրինակ spec-ը ինչ ազդես։ Ինչի կարճ տարբերակն է, մի հատ բառ կա, specification։ Դու ընդհանուր սպეციფიკացիա ես տալի։ Ինչի սպეციფიკացիա, container։ Container-ի անունը, այսի ինչ անուն ուզես կտաս, name-ը։ Image-ը, ասում են ինչ image-ը դուզում, ասում են nginx։ Եթե մենք էսի copy անենք, գանք docker hub, հա, դնենք ստե։ Ինքը գալիս աստուց ինչ որ այդ վերսիան քաշում է ինչ որ այս nginx-ներից, հա։ Այսի։ Այսի ինչ է ասում։ Ասում է nginx-ը քանի որ ինքը web service է, web service-ը աշխատում է 80 port-ի տակ, հա։ Օրինակ, եթե մենք այս pod-ը run ենք տալի, լավ։ Վերեք run տանք, հա, օրինակ, ստե nano, օրինակ, nginx Այսի նայք, pod եմ ես run տալի, YAML Այսի դնում եմ ստե Save եմ անում Նայք, ոնց եմ ես run տալի, kubectl apply -f, -f-ը նշանակում է file Հավաքում եմ nginx.yaml Տալիս եմ enter Ինչա գրեմ, pod nginx created Ոնց եմ ստուգում, հավաքում եմ kubectl get pods Իմ nginx-ը իմ աշխատում է Nginx-ով գիտի ինչ է Ռուբեն Այն որ Apache չի, բայց ինչ է ինքը Web server-ը, web-ը Այս էլ ինչ որ web-ը, չգիտեմ, լյուբոյ կայքերը web server-ով են աշխատում Հիմա որպեսզի ես ջնջեմ pod-ը, ես հավաքում եմ kubectl, հա delete pod, հա ու nginx kubectl get pods Այդ pod-ը չկա, հա Հիմա, եթե ես ուզենամ 5 հատ nginx run անեմ Ես պետք է գամ ստեղ անունները փոխեմ nginx1, nginx2, nginx3, ստեղծեմ այսքան օրինակ file ու apply տամ։ Բայց ես տենց չեմ ուզում, ես ուզում եմ մի հատ specification տամ sense, որը կոչվում է deployment։ Ուրեմն այս API version-ը հիշեք, նայեք։ Kubernetes-ում ամեն մի kind, հա, ամեն մի տեսակ ունի իր API version-ը։ Եթե գանք ստեղ pod-ի API version-ը v1-ն է։ Սրա API version-ը apps v1-ն է օրինակ։ Էլի բերեք կարդանք։ Տեսակը deployment։ Անունը metadata, անունը deployment։ Labels, ասում եմ մի հատ label արա։ Այսի tag-ը, հա։ Specification, ստենայք replica, ասում եմ քանի հատ։ 3 հատ, հա։ Selector, ասում եմ IC ու IC պետք է համընկնի իրար։ Հա։ Հիմա դու ստեղծելու ես 3 հատ pod, որոնք ունենալու են այս ոնց որ բանը, label-ը, հա։ Template, metadata labels, այս էլա։ Ոնց որ metadata check կներեք մի վարքյան։ Labels, app nginx, հեսա ասեմ ես ինչա։ Այս է նույն pod-ի դեպքում հիշում եք, մենք նույն բանը ունենք։ Նույն այս բանը ոնց որ stack է։ Պրոստը deployment-ի դեպքում replica-ն հավասար է 3, այսինքն մենք 3 հատ ենք ստեղծում։ Ուզում ենք 10 հատ ստեղծենք, ստե 10 ենք ստեղծում։ Հիմա ինքը այս pod-երը որ ստեղծելու է, օրինակ, այսքանը, ինքը իրանց label-ը տալու։ Այդ label-ը կոչվում է app nginx։ Վերեք այսի օրինակ copy անենք։ Գանք ստե։ Так, հավաքենք nano deploy օրինակ YAML, հա։ Տեղադրենք ստե։ Save ենք անում։ Ու նորից apply ենք տալի kubectl apply -f deploy։ Նայեք, deployment apps օրինակ nginx created ստեղծվել է։ Հավաքում ենք kubectl get deploy։ Նայեք, pod-ի դեպքում մենք հավաքում ենք kubectl get
pod, հա, deployment-ի դեպքում օրինակ deploy։ Տեսնում եք, որ մի հատ deployment կա, գրած է 3-ից 3, ինչ է նշանակում, այս նշանակում է, որ քո deployment-ի մեջ այստեղ դու 3 հատ ես գրել, ու 3 հատն է աշխատում է։ Բայց ոնց ենք համոզվում, send kubectl get pods, այսա։ Այսի podերն է, ու random, տեսեք անունը AC է, Nginx deployment, օրինակ որ գանգստե հեսա անունը։ Ու վերջում կծվում է random ինչ-որ բան, բոլորը running վիճակում է։ Հիմա որպեսզի ես ուզենամ այս բոլոր podերը ջնջեմ, ես ընդհանրապես հավաքում եմ kubectl, հա, delete, deploy, ու անունը, քանի որ մի հատ deployment է, Nginx deployment։ Ջնջեց, հավաքում եմ kubectl get pods, ու ոչ մի pod էլ չկա։ Ստա ինչ-որ հարց կա։ Կարաս ամբողջը չջնջես, ու մեկ մի երկու հատ ջնջես, դե պետք է հետ գնաս։ Իմաստը գիտես որն է, կարամ տենց անեմ, բերեք անենք։ Հիմա kubectl apply-ում տալի նորից deployment-ը, հեսա։ Kubectl apply -file, հա, f, ու deploy յանը։ Ահա։ Հավաքում եմ kubectl get pods, տայնում եմ podերի քանակը, ուզում եմ ջնջեմ մի հատը։ Kubectl delete, հա, pods, ու այս մեկը։ Ջնջեց, հիմա բերեք արագ հավաքենք pod, ինչ է լավ։ Ջնջեց թե չէ, ով ասում։ Ջնջես, բայց ցուցադրեմ։ Հələ ուշադիր նայ։ Պես 3 հատներ running, բայց AC կա, նա AC ստե կա, այս։ Ինքը ուրիշ բան արեց։ Ինքը recreate արեց։ Այսինքն իմաստ չկա հասցնել, դա մեկը Սա deployment-ի սա իմաստը է, դա եթե դու նշում ես 3 հատ, ինքը եթե մի բան էլա ինքը ջնջվա, ինքը նորից ստեղծում է, իմաստը ապահովել 3 հատը։ Ինքը ոնց է ճանաչում այդ իր podերը, ինքը ճանաչում է label-ներով, ժողովուրդ։ Այստեղ հեսա իրան label ենք տալի, ու մենք ստե ոնց որ նշում ենք selector-ի label, ասում է ընտրի, selector ընտրի, ինչ ընտրի, ասում է որտեղ label-ը համընկնում է սրան։ Իսկ ստե ինքը ասում է քո template-ի label-ը տուր էսի, labels, քո podերի label-ը սրանից է տված, հա։ Ինքը ոնց որ ամեն մեկ 3 հոգունից դեղին մայկա լինի, հա։ Ոնց որ, չգիտեմ, ինչ որ մեկը դա ասում որ դեղին մայկով է, իրեն շատ ալադես հա տալի։ Նույն ոնց որ բանը, ինքը նշում է։ Հասկանալի է, այս բա ուրիշ հարց կար։ Հիմա նորից ջնջում ենք kubectl delete deployment։ Ես հիմա պրոստը tab եմ սխմում, ինքը բերում է, քանի որ մի հատ deployment ունենք։ Գանք հիմա մեր, ուրեմն խնդրին ժողովուրդ։ Ինչա service account-ը, հա։ Նայեք, յուրաքանչյուր pod, որ ստեղծում է, ինքը ինչ որ իրավունքներով ստեղծում է, այդ իրավունքները ինքը ստանում է ոնց որ service account-ի միջոցով, հա։ Իրան կցվում է service account։ Որպեսզի օրինակ հասկանանք, գնում ենք ավելի բարձ service account, հա, Kubernetes։ Եթե ինչ որ մեկը հետագայում սովորի քննություն տա, պետք է անընդհատ գաք դոկումենտացիան։ Service account։ Ասում եմ ինչա service account-ը։ Service account-ը ժողովուրդ, ուրեմն մի հատ կոմպոնենտ է, որը ոչ թե մարդկանց է իրավունք տալի, հա, այլ տալիս է, ասենք ասած ռոբոտները տվյալ դեպքում pod-ն է, էլի, այսինքն աշխատող ծրագիրն է։ Հիմա դու service account-ը դու կցում ես ինչ որ pod-ի, այսինքն մարդը չէ, էլի, օրինակ հիմա ես Linux-ում աշխատում եմ, չէ, ես հրամաններ եմ կատարում, որ հրամանը օրինակ չի կատարում, ինձ permission է ուզում, ասում sudo հավաքի։ Բայց իմ Linux-ի վրա օրինակ լիքը ծրագրեր կան, որոնք ինքնին աշխատում են, չէ։ Ամեն մի service ինքը permission ունի։ Այսինքն այդ permission-ը մարդը չէ, էլի, տվյալ դեպքում pod-ին կցվում է service account, service account-ը ինչ որ իրավունք ունի, օրինակ, permission ունի, հա, սենց ասեմ։ Ու ինքը փոխազդում է այլ կոմպոնենտների հետ։ Հիմա կա default service account, որը բոլորին ոնց որ կցվում է, հա, մեզի default-ը page-ի։ Այսինքն մի հատ pod է ստեղծում, կա default service account, որը ինչ pod ստեղծեցի իրան կցվում։ Նա ասում է, մենք ունենք մի հատ service account, որի անունը էս է։ Բերեք
ոնց ով կարող ասի օրինակ ոնց իմանանք ինչ service account-ներ ունենք մեր cluster-ի վրա։ Օրինակ մենք նոր pod-երը ոնց ստացանք, ինչ հրամանով։ Հիմա service account-ը ոնց ես կարամ ստանալ։ Get service. Կամ կարճ էսա։ Kubernetes-ը նիման ուզում ես ստանալ get, kubectl get, ու վсё։ Կա default service account, ու կա այս service account-ը։ Հիմա ես օրինակ ոնց եմ ուզում իմանամ այս service account-ը ինչի մասին է։ Ես հավաքում եմ kubectl describe նկարագրել, հա, service account, տեսեք parse բաներ է էլի ընդհանրապես, ու հավաքում եմ անունը։ Օրինակ էսի նկարագրեցի իրան։ Լավ, էսի ինձ ինչ որ բան չտվեց։ Սենց անեմ, kubectl get service account ու group, Այս էլ պրինցիպի ինձ ինչ որ բան տենց չտվեց ասողի։ Քանի որ Kubernetes-ում ամեն ինչը արտահայտված է YAML ֆորմատով, հա, դուք ամեն ինչը կարող եք YAML-ի վերածեք, հա, YAML-ը, էսի YAML-ը, այսի։ Դասեմ մացանը։ Չէ, էլ չեմ լրացել, հա լրացնենք։ Հա։ Այսօր ամսի քանի Հիմա որպեսզի դուք հասկանաք, օրինակ այս YAML-ը ձեզ ինչ որ ինֆորմացիա տալիս է։ Հիմա որպեսզի դուք իմանաք թե օրինակ այս ինչի YAML-ը, դուք հավաքում եք kubectl get service account, նշում եք անունը, դնում եք -o ու գրում եք YAML, հա։ Ու սեղմում եք enter։ Հեսա։ Հիմա օրինակ եթե ինչ որ ով կարող ասի, եթե ինչ որ pod ունեք, իր YAML-ը ոնց կարաք ստանալ։ Ասենք pod-ի անունը էսի է օրինակ, ինչ որ pod է աշխատում, ոնց կարաք իր YAML-ը ստանալ։ Ով կարող ասի։ Օրինակ այս հրամանից հələ փորձեք, ասենք նույնը ինչ որ դեռ get Այն ինչ ենք անում, մի հատ pod ունենք, որի անունը նույն անունը սրանից է։ Ու մենք ուզում ենք իր YAML-ը ստանանք, ոնց կարանք։ Էսայի տեղ pod են գրում ընդհանրապես։ Kubectl get pod, այս անունը էսա, տեսեք, ասում է API version-ը մեկը service account-ի։ Kind-ը, տեսակը ինչ է service account։ Metadata-ն ինչ է, երբ է ստեղծվել, անունը, որ namespace-ում է ստեղծվել default։ Ու սենց։ Իրա մասին ինչ որ ինֆորմացիա, հա։ Այսի լավ այդքան է օրինակ քննությանը, կարևոր չի։ Բայց ամենակարևորը namespace-ն է, անունը, տեսակը, API version։ Հիմա կա cluster role-ով կարող ասի, ոնց եմ ես ստանալու cluster role-երը, տենամ ինչ cluster role կա։ Ով ասի քննությանը Get կա cluster role-ը գնացերը։ Թե չէ։ Ով ասի։ Քննությանը ինչ։ Քննությանը 5 բան ավելցնում է։ Նույն ձևի get Հարում է ստանալու, հա։ Չէ, ես քննությանը ցածր եմ բոլորը դնելու, այսօր Հիմա Արմանը հեն է, իրեն բալ նոր ստացա։ Եկել զրոյից, Հա։ Հարցը կգտնեք։ Նայ, հիմա ես օրինակի համար պետք չի իմանաք, հեսա կասեմ cluster role-ը ինչ է։ Լավ, չգիտեք հələ cluster role-ը ինչ է։ Ուզում եք իմանաք ձեր cluster-ի վրա քանի հատ cluster role կա, ոնց եք իմանալու։ Գնում եք count։ Հրամանով կասի։ Սկիզբը նույնն է, չէ՞։ Դե մի բան ասեք, չգիտեմ նույնը, ասա հավաքեմ, ես չեմ գրում։ Ասա։ Kubectl Հետո։ get Հետո։ cluster role կամ
կամ կրճատած ձև ունի գրելու կամ չի։ Եթե կրճատ չի, պետք է ամբողջը գրես, ինչ եմ գրում։ Այնա թաբով գրեց։ Թաբը բերես թաժինքը։ Հետո օրինակ ստե անունը գրած է, ուզում եմ հենց էսի ստանամ, ինչ եմ։ Կոպի եք անում այդ անունը։ Կարամ սենց անեմ, հետո ուզում եմ YAML ֆորմատով ստանամ, ինչ եմ անում։ -o gif։ Հետո։ Всё։ 5 հա։ 105։ Չէ, 50-ից սկսում ենք, 55։ Արմունին է խեցերից սկսում։ Հիմա տենց է։ Դա Արմանը ասացին քննությանը չի պարը, ոչ մի բան չի արել, ահագին նշանակել է հիմա։ Ժողովուրդ, cluster role, նայեք, cluster role-ը ինչ է, այսինքն ինչ որ դեր, հա, հիմա մենք տարբեր տեղեր աշխատում ենք, տարբեր պաշտոնների ենք ու ամեն մեկը իր պաշտոնի ոնց որ աստիճանի ունի իրավունքներ, հա, մեկը տնօրենը կարող է աշխատավարձ կտրի, չփնի, եւ այլն, ինչ ասանի, մեկը չէ, սովորական կա դե հիմա, մեկը սովորական աշխատող է, ինքը իր իրավունքներ ունի, հիմա cluster role-ը, դու role-ը, որ ռեսուրսներին, այստեղ ռեսուրսները, ասում եմ, այսի վերաբերում է deployment-ներին, հա, ասում եմ, ինչ կարա անեն օրինակ deployment-ները, կարան get, ստանան պրոստ օրինակ, հա, այս role-ը, այսը role-ն է, եթե ավելի մանրամասն կարող է ես տենց լավ չբացատրեցի, գանք ստե։ Լավ բել, սենց, մեր լավագույն ընկերոջ այլի հարցնենք, շատ չտանջվենք։ Պարզ բառերը ոնց որ cluster role-ը ինքը որոշում է permission-ները, հա, որոնք տվյալ cluster-ում, հա, ոնց որ վերաբերվում են տվյալ namespace-ում, տվյալ օրինակ pod-ին, չգիտեմ, տվյալ deployment-ին եւ այլն եւ այլն։ Cluster role-ը ոնց որ ասում permission-ը across ամբողջ cluster-ում, եթե դու մի հատ cluster role որոշեցիր ու կցեցիր ինչ որ բանի, օրինակ deployment-ի, բոլոր deployment-ները օրինակ ունենալու են այդ role-ը, այդ իրավունքները, ոնց որ այդ իրավունքների մասին է։ Հիմա ստա ասում է get իրավունքներ ունի, հա, դա verb-երի մեջ է որոշում։ Verb-ը ոնց որ այնպես որ թարգմանես նշանակում է ինչ որ որոշում, հա։ Ահա։ Հիմա ով կարա ասի, ըստ ձեզ cluster role binding-ը ինչ է անում։ Եվս երկու բալ, ինչն է bind անում։ Cluster role-ը։ Ինչին։ Ինչին։ Չէ։ Այստեղ որ կարդաք պատասխանը կգտնեք։ Cluster role binding-ը ինչ որ բան bind անում, նո։ Օրինակ role-ը ինչին է bind անում։ Ինչին որ role-ը տալիս դրանց։ Հիմա որ pod-ը ստեղծում է, ինքը default ինչ է իր այդ ստեղծում, որ ինքը ինչ որ ձեր չէ։ Deployment-ը, այդ օրինակ դու ուզում ես 5 հատ pod ստեղծել։ Անունը։ Անունը չէ։ Մեկ էս group 1։ Ահա։ Դա է, մյուսը default է գրած։ Default-ը ինչ է։ Group էր։ Հենա որ կարդակ օրինակ հարցը երկու բան կարող ստե շահեք կոդը։ Բայց կհիշեք այս բառերը բան, որ վերջում ինձ ասել չեմ։ Նայ, ստեղծում եք, օրինակ, չգիտեմ, մենք հիմա ինչ որ մեկը գալիս է աշխատանքի, հա, 0-ից սկսում է իր կարիերան, ինքը օրինակ իր առաջ էտապին ինչ որ իրավունքներ ունի, default իրան իրավունքներ է տալի, հա։ Հետո մենք ունենք ավելի բարձր իրավունքներ, հա, պաշտոնի ինքը բարձրանում է, իրան թուղթ ենք տալի, իրան ռոլ ենք տալի։ Ասում ենք դու արդեն էսի կարաս անես։ Բայց այդ ռոլը օրինակ binding-ի միջոցով իրան պետք է կցենք, հա, օրինակ կցնենք իր մայքի վրա, հա, հետևը։ Նշանակում է ինքը ինչ որ բան պետք է հարկացնի, ինչ որ մայք է։ Հիմա ստուց որ սկսեք կարդալ, դուք կարաք ջոգեք օրինակ։ Ինչն է։ Արմանին պլյուս 5 բան։ Ինչ է, ով ասա։ This is the count.
Դու ես ասել, լավ, քեզ 3 բալ, Արմանին 5 բալ։ Արդեն 8 բալ Արմանը Ժոր, նայ, երբ որ դուք pod եք ստեղծում, pod-ին կցվում է default service account, հա? Հեսա։ Так, մի վարքյան։ Kubectl, նայեք, get SA։ Հեսա։ Default service account։ Հիմա անում ենք default -o YAML։ Այսի default service account-ն է։ Այսի ինչ pod դու ստեղծեցիր կցվում է իրան, հա? Ավտոմատ ձևով, քանի դու ոնց որ ձեռով չես ձև կա որ փոխում ես, ասում ես չէ, ուրիշ service account եմ ուզում, հա? Այս եմ ուզում։ Բայց հիմա որ դու ուզում ես որ այս service account-ը ինչ որ իրավունքներ ունենա, դու այս service account-ին պետք է ուրիշ ռոլ կցես։ Օրինակ այս ռոլը։ Այս ռոլը կցելու համար այս service account-ին դու օգտագործում ես cluster role binding-ը։ Հիմա ասում է your task is to update permission for service account group SA so it can only create այսինքն մենակ այս իրավունքները ունենա deployment-ի համար։ Հիմա kubectl, օրինակ ես ուզում եմ ինչ-որ բան փոխեմ։ Հավաքում եմ kubectl edit, edit, հա, service account, կարամ գրեմ SA, կարամ գրեմ service account, group եսի ինչ, սեղմում enter։ Չէ, կներեք, եսի սխալ արեց, service account dispatcher։ Ընձի պետք էր փոխել, так, cluster role-ը, հա։ Մի վարքյան, գանք, ստե ջնջենք, edit cluster role, հա։ Ու սենց։ Ով կարող ասի, օրինակ, սրանք որդ է ավելցնեմ ու ոնց։ Երկու բան։ Ես են թոթոլ հարցրին կպատասխանեմ, Հայ, քեզ պետք է բռնում բանք են հազար տանի։ Են վերցում։ Երկու բան։ Ինչ ենք ավելցնում։ Այդ եղավ 10 արդեն 10-ը։ Ինչ ենք անում։ Տանկը գրում են create ու list։ Քոնը 50 Hey, create, հա, list։ Այդ verbs օրինակ YAML-ում ինչ է օրինակ որ սենց գրում ենք։ Չէ, permission-ները չի, type օրինակ YAML-ը։ Տենց գիտեք YAML-ը ինչ է։ Ով գիտի։ Դուք իմանաս։ Դե չգիտես։ YAML-ը չպես YAML-ը շատ ծանոթ։ Երկրորդ շատ ախանդիկ։ Ինչ ենք անում Միլենա։ Ինչ է գրում են git Հետո create։ Հետո Կապնոյթ git list։ Всё։ Check ենք տալի։ Answer։ Markup language-ը։ Չէ, markup չի։ YAML-ը, այ մոռացա արդեն։ YAML։ That's a human readable data serial. Data serialization բանը։ Նայ, հիմա ունենք դու ունես երկու application, մեկը գրած է PHP-ով, մեկը չգիտեմ, գրած է Go-ով, հա։ Իրանք դա տարբեր ֆորմատներով են աշխատում, իրար պետք է ինֆորմացիա փոխանակեն։ JSON-ով է կարաս անես, կարաս YAML-ով անես, կարաս JSON-ով անես, նույն բանն է։ Հիմա YAML-ը ոնց որ այդ երկու լեզուների միջև թարգմանիչն է, ինքը համահասկանում է Python-ը, համահասկանում է բոլոր լեզուները։ Դու կարաս քո տվյալները օրինակ ինչ ուզում ես Go-ով գրածին փոխանցես Python-ին, կազմես օրինակ YAML-ը ոնց որ իրար հետ խոսան։ YAML-ը նաև ոնց որ configuration շատ օգտագործում configuration management սիստեմաներում, հա։ Kubernetes-ում ամեն ինչը YAML-ով դու կարաս որոշես։ Այսի մի ոնց որ բանը, այսի լուծեցինք։ Так, կարանք մի քիչ հանգստանանք, այսօր կլուծենք, բայց շատ չենք հանգստանում 5 րոպե։ Հետո մալադեց Արմանին